շատ եք լոճվում, շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, ու այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Տիգրան Ավինյան, 36 տարեկան, Երևանի քաղաքապետն է։ Եվս մեկ անգամ զգուշացնում եմ ձեզ, բոլորիդ, այս ռեպլիկներ անողներիդ, ապերավատ լնողներին, հեն ովքեր որ մտածում են, որ իրականում իրանց քուչում են։ Սա այսպես կոչված ճշտի օֆիս, փողոցային հարցեր լուծելու տեղ չէ։ Երևանի ավականու նիստերի դահլիճն է։ Քաղաքագլուխ Տիգրան Ավինյանը իր ընդդիմախոսներին է այս բառապաշարով դիմում, հորդորում ու զգուշացնում։ Նույն լեքսիկոնով ավականուն դիմադիր անդամներն են ստիպված պատասխանել Ավինյանին։ Հիմա քանի որ ինքը տենց ասում, դրա համար եմ կներեք, ես բառամթերք օգտագործում եւ ցիտում, բայց եթե մեր քուչում լինենք, ինքը հաստատ սեղանի գլխին նստած չէր լինի։ Երևանի ավականու տարեվերջյան նիստը վեճ է դառնում, որովհետև ընդդիմադիր Մայր Հայաստան եւ ազգային առաջընթաց խմբակցությունները առաջարկում են չզեկուցվող հարցերի փաթեթը դարձնել զեկուցվող, որոնք վերաբերում են նաեւ կարմիր գծերին ու տրանսպորտի վճարին։ Քաղաքապետի պնդմամբ տեղական турքերի եւ վճարների մասով որևէ փոփոխություն չի եղել, կարիք չկա փաթեթը դարձնել զեկուցվող։ Ընդդիմադիր խմբակցությունները նախքան այդ կոչ էին արել հանրային ձայն խմբակցության գործընկերներին չմասնակցել նիստին, որպեսզի քվորում չապահովվի ու նիստը չկայանա։ Այդ թանկացումները, որ նորից ուզում են երևանցուներին փաթաթել, որպեսզի չդառնա իրականություն եւ կանխվի եւ վիժեցվի, միակ տարբերակը այդ հարցի քվեարկությանը չմասնակցելն է, քվորում չապահովելն է։ Այսինքն խոսքը գնում է չզեկուցվող հարցերի փաթեթին քվեարկությանը չգրանցվելը։ Բայց նիստը ոչ միայն չի տապալվում, այլև զեկուցվող հարցերի փաթեթն ընդունվում է։ Հանրային ձայնի անդամ Արտակ Գալստյանի պնդմամբ իրենք պատրաստ են եղել դեմ քվեարկել չզեկուցվող հարցերի փաթեթին, բայց չեն կարող քվորում չապահովել։ Նա մեղադրում է ընդդիմադիր մյուս ֆրակցիաների գործընկերներին, որոնք չեն ներկայացել նիստին։ Գալստյանը քվորում ապահովելն ու նիստը չտապալելն արդարացնում է, իբր այլ հարցեր էլ կան քննարկելու, ընդունելու, որոնք երևանցու համար կարևոր են։ Իրանցից 9 հոգի չեկեն նիստի։ Ումից Մայրաստանի եւ ազգային առաջընթաց։ Ընդհանուր 9 հոգի չի եկել։ Եթե մի հոգի լիներ խնդիրը, կարանք էլի քննարկենք բոյկոտի տարբերակը։ Բայց 9 հոգի ձեզանից չի գալի։ Դուք հիմա եկել եք, մեզի ասում եք ինչ, ասում եք որպեսզի այդ հարցը չանցնի, այն 21 հարցը նույնպես չենք անցկացնում։ Այդտեղ ոչ մի արտառոց կամ սենսացիոն բան չկա։ Հանրային ձայն խմբակցության են ավականու անդամները, ովքեր ապահովել են Տիգրան Ավինյանի ընտրությունը, այն ավականու անդամները հանրային ձայնի, ովքեր ապահովել են տրանսպորտի թանկացումը, կարմիր կետագծերի թանկացումը նախորդիվ, այս անգամ էլ նույն դիրքերից հանդես եկան։ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցությունում վստահ են, որ եթե ընդդիմությանը հաջողվեր նիստը տապալել, կարմիր գծերի 160,000 դրամ վճարը նորից կդառնար 12,000։ Մայր Հայաստանը դատի էր տվել քաղաքապետարանին այդ որոշումը կասեցնելու համար ու դատական երկուատյանում հաղթել։ Բայց դատարանի վճիռը ուժի մեջ չի մտնում, որովհետև քաղաքապետարանը դատական ակտի վերաբերյալ անընդհատ բողոք է ներկայացնում ու ամեն տարվա վերջին կարմիր գծերի վճարի վերաբերյալ նոր որոշում կայացնում։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։